Ուրեմն մութ ու լույս տարիներին քիշեք բոլորտել այդպես ասած լույսի մարդը այցելում է մեր քուրիկներից մեկին, վերջը հաշվի չգրելու, որպեսզի լույսի գումարը ստանա։ Այդ ամբարիշտ խորհուրդ եւ մեղավորների ճամփի մեջ կանգնելու վրա եմ ասում։ Ես իրական դեպք ինձ են պատմել։ Ասում եմ, վերջը հաշվի չգրում է, հակին գումար ալ արդեն ՊՏ-10 լինում, մոտ 15000-ի չափ, տենց դե շատ երեխեք ունի։ Այդ ամբարիշտ մարդը առաջարկում այդ հավատացյալ քուրիկին, էս սա, ասում է քուրիկ ջան, ինչի համար 15000 դրամ, տենց մոտավոր է թիվը, տանք 10 պետությանը, արի սենց անենք, 5000 գրեմ մուծի պետությանը, 5000 կտաս կդնեմ ջեբս, 5000-ը քո ջեբը, ինչ վատ առաջարկա, որ ամբարիշտ առաջարկա, մեղավոր խորհուրդ է, այդ քուրիկը ասում է կներես ախպեր ջան, բայց ես տենց սխալ բաներ չեմ անում։ Էդի մեղավորներն են անում, էդի ամբարշտությունը, էդի սխալ է, ես հավատացյալ եմ, էդի կպտում է մեր այդ քրոջը։ Դուք եսեք, դուք ենեք, անխելք եք եւ այլն, այսենց է մենք ուզում ենք ձեզ օգնենք, ասում անձի Հիսուսը կօգնի։ Իմ հարցերը Աստված կարա լուծի։ Հա, ասում հա, ջղայնանում է այդ մեր քրոջ վրա, ասում դե 3 ամիս հետո եմ գալու, այն ծմրվա, այն խիստ մոմենտն է լինում, 3 ամիս պիտի թողեմ քո վզին, այդքան պիտի հավաքվի, հետո տենանք հələ քո Հիսուսը ոնց է մուծելու դրանք։ Ասում է իմ Հիսուսը մուծելու է, ինձ օգնելու է։ Ջղայնանում է, դուրը շփստում է քրոջ երեսին հետում է։ Քույրիկ դու քույրիկ, ծունկի է գալի Հիսուսի առաջ, ասում է Հիսուս ջան, ես քո անունն եմ տվել, ասել եմ որ դու ինձ կօգնես, ես հանուն մաքրության հետ եմ քաշվել, ես ամբարիշտ խորհրդից, ես անմաքուր բանից, ողորմություն արա էլի ինձ։ Հետաքրքիր է, Աստված խոսում է այդ քրոջ հետ։ Ասում է զավակս մի վախեցի։ Ինչքան կարաս հոսանքն օգտագործի։ Քույրիկին այտենց կանաչ լուստաս, պատկերացնում եք ինչ կլինի։ Ձմեռ, քույրիկ դու քույրիկ, թե այն ժամանակ շաբաթը մի օր էր լողացնում երեխեքին, շաբաթ 3 օր, լրիվ տների մեջ պլիտաները դնում է, տակ, վերջը գիշեր ցերեկ, տակ հարևաններ գալ ասում են, աղջի, դու չես գժվել։ Դու սրա տակից կարաս դուրս գաս այս հոսանքները գիշեր, ցերեկ, պլիտեքով։ Իմ Հիսուսն ասել է, արխային օգտագործի։ Ամարտ ասում է ճիշտ է, էլի որ այս հավատացյալները գժվել են։ Վերջը անցնում է 3 ամիս։ 3 ամիս հետո այդ լուսի մարդը դուրս ծեծում է նորից այդ ճարպիկը։ Ասում է եկել եմ։ Ասում է համեցեք, բարևս եկե։ Հաշվի չեն եկել եմ գրեմ։ Նայում է 3 ամսվա առաջվա ցուցմունքը ու այդ օրվա ցուցմունքը նույնն է։ Ասում է տիկին դու չես օգտագործել էլեկտրոէներգիա, ասում ոչ չեմ օգտագործել, նա լրիվ միացած է, չես տենում։ Համար նայում է լրիվ միացած է, բայց հաշվի չի պատուտակը չի պատտվում։ Այ դու ասում հավատացյալ։ Ասում բա դու հավատացյալ չես, ասում այո, ասում բա խես խափում։ Էս ինչ ես արել որ հաշվի չի ֆռում։ Ասում ախպեր ջան, ես բան չեմ արել։ Ո՞ւց ասում բան չես արել։ Համար նայում է ո՞ց ծակած է։ Ով տենց օյներ երևի մարդիկ կլեն առած կլեն, չէ՞, ծակում էին ասեղ են կախում, մագնիս, չգիտեմ, լենթ էին կողում, այդ մեջը որ այդ ֆրիկը չֆռար, չէ՞, ամեն մեկս մի բան առած կլենք աշխարհի վաղ։ Թե դες բան չեք արել, լրիվ սուրբ եք, արել եք, չէ։ Վերջը նայում է ոչ մի արտաքին ոչի բան չկա։ Ստիփված կանչում է այդ տնօրենին։ Դե իր վրա է մնալու 3 ամիս այդքան բարվի եկա գումարա։ Այս շեֆը գալիս ասում է ինչ է, հələ բա սենց բան ասում է, բայց քույրիկ իրան չի մատնում, էլի չի ասում որ սենց ասեց, ինձ 5000 դու եւ այլն։ Վերջը ասում է 3 ամիս տիկին լրիվ օգտագործեց, ասում է այ սենց պարոն ջան, տները տակ, կիպիցելնիկը ջրի մեջ, երեխեքս էլ Բաղդադ։ Ծմրվա կես։ Ասում է քանդեք հաշվիչը։ Հաշվիչը քանդում են եղբայրներ քուրեր։ Նայում է պլոմբը տեղը, ոչ մի մեր խոսքով ասած օյն բազություն չկա։ Ասում են քանդեք լրիվ հաշվիչը։ Քանդում են ինչ տեսնեն։ Ուրեմն սարդը մտել է մեջը, ոսցյուն է գործել, այդ պտուտակը լրվցրել կանգնեցրել է։ Այդ շեֆը նայում է, ասում է սենց բան դու չես կարա անես։ Այդ ով կարա սարդին վերցի մցնի այդ հաշվիչի մեջ, ասի դավայ ոսցյուն գործի։ Ասում է իրոք էսի քո Հիսուսն արե։ Ասում է այս ամբողջ 3 ամսվա գումարը քեզի, Հիսուսի կողմից քեզի։ Իր անունը փառավորվի, եղբայրներ քուրե։ Ասում է